Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ Հայաստանի Հանրապետության հաստակավոր արտիստ, պրոֆեսոր, պարուսույց, պարուհի չքնաղ, մի խոսքով Աննա Կարապետյան։ Ողջույն։ Նստի Աննա ջան։ Շնորհակալ եմ։ Բարև Աննա ջան, ո՞նց ես։ Բարև հարազատ մարդ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, ուրախ եմ, որ քո հետ մի հավեսով զրույց ենք անցկացնելու այսօր։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Անջան, քեզնից պատվի փոքր։ Նախ իսկապես շատ շնորհակալ եմ, որ այսօր ձեր հաղորդման հյուրն եմ, որովհետև դուք իմ մանկության տարիների հիշողության բար կերպարն եք, որ մշտապես ուրախացնում և մարդկային տրամադրություններ եք բարձրացնում։ Այս պահին ինչ պատմեմ իմ մասին, ես ավարտել եմ պարարվեստի ուսումնարանը, բալետային բաժինը, երբ Տերեզա Գրիգորյանն էր ժողովրդական արտիստուհի տնօրենը, այնուհետև կրթությունս շարունակել եմ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում որպես մյուզիկլի դերասան և ռեժիսոր մագիստրատուրան ավարտել եմ։ Այնպես է ստացվում, որ բոլոր մասնագիտական ճյուղերս կարծես իրար հետ համեմված էին մեկը մյուսի հետ, որը շատ անհրաժեշտ է այսօր մատաղ սերնդին և պարարվեստի ասպարեզում գործող երեխաներին կրթել և դաստիարակել մի այլ պարային լեզվամտածողությամբ։ Ինչ կարող եմ էլ պատմել, երկար տարիներ կարելի ասել բախտ եմ ունեցել, աշխատել եմ շատ հանրահայտ դերասանների հետ, քանի որ 22 տարի միանվագ թատերական ինստիտուտում դասավանդել եմ և 6 տարի պար էի դասավանդում, հենց խառակցեռնի առարկան էի դասավանդում, որը կոչվում է հայերեն ջող բնորոշ առարկա, այնուհետև կրթական ծրագիրս ավելի ուրեմն բարելավելով ինքս և այսպես ղեկավարում էի պարարվեստի ռեժիսորը ամբիոնը 6 տարի և այսպես բախտ ունեցա ընդունվել 2000 թվականին այն ժամանակահատվածում, երբ Սոս Սարգսյանի նման մեծ վարպետը ղեկավարում էր և ռեկտորն էր թատերական ինստիտուտի և երկու ներկայացում աշխատեցի նրա հետ, Սնդուկյանի Բաղնիսի Բողջյան և իսպանացիների կյանքից մի հատված ներկայացում էր և շատ բան էի սովորում նրա կողքին ներկայացման ժամանակ, իսկապես հմուտ վարպետ, որից կարելի էր ամեն մի շարժ ու ձևը նրա նստելը, խոսելը, մտածելակերպը, հիմա քանի որ մենք այսպես ասած շատ հետաքրքիր հաղորդման մեջ ենք, կարող եմ պատմել մի հատված Սոս Սարգսյանից, քանի որ հիշեցի, ուրեմն ունենք բեմական շարժում, ինքներդ երևի անցել եք բեմական շարժումը, դա մարմնի պլաստիկա և այլն, ունենք մի ուսուցչուհի Լուիզա Ղևոնդովնան, այդ տարի ուզեցել էր, որ շատ ավելի կատարելագործված ձևով ցույց տար բեմական շարժումը, Սոս Արտաշեսվիչի հետ նստած նայում ենք ուրեմն դերասանների բեմ շարժման քննությունը, տղաները աղջիկներին շալակում են, այդ սպորտային դահլիճը մեծ փայտերով բարձրանում իջնում, սենց ինքը շատ ոգևորված հարցնում է Լուիզա Ղևոնդովնան, Սոս Արտաշեսվիչ, լավ էր, չէ, նորամուծություն էր, մեկ էլ են իրա ձևով շուրեք ասում Լուիզա ջան ասում, այս թատերական ինստիտուտի համար դեսանտ ես պատրաստում, շատ հետաքրքիր էր։ Շատ քիչ առաջ անցանք իհարկե, Աննա ջան, ես գիտեմ, որ Պարի պետական անսամբլում դու պարել ես ու գիտեմ ով էր այդ ժամանակ ղեկավարը, խնդրում ասես, եւ ինչպես ընդունվեցիր Պարի պետական Այո, ճիշտ է, միանգամից գնացի բուհականը, հիմա հետ վերադառնամ 86 թվականին ավարտել եմ բալետի բաժինը, քանի որ գործուղված էի որպես բալետի արտիստ որակավորմամբ օպերային թատրոն, բայց քանի որ հայրս և մայրս Պարի պետական անսամբլում պարում էին և հայրս առաջին վաստակավոր պարողն էր Պարի անսամբլի, շատ էր երազում, որ Առաջին պարողներ, որ վաստակավոր այո, առաջին պարողներ վաստակավորի և շատ էր Ռաշիդ Կարապետյան
Ոնց էր հնչում անունը։ Հիմա էլ է հնչում Ռաշիդը։ Շնորհակալ եմ։ Չի պարում երկար ժամանակը, բայց Ռաշիդը բնում է Ռաշիդ։ Շատ էր ուզում, որ իր անավարտ գործը, որ իր կյանքում չկարողացավ ամբողջովին լիարժեք բեմում տրվել, ուզում էր, որ անպայման ես կարողանայի շարունակել եւ ես ընդունվեցի Պարիպետական Վանուշ Խանամիրյանի ժամանակահատված կոնկուրսով շատ հետաքրքիր մեծ մրցույթ էր եւ շատ հետաքրքիր ընդունելություն դնում էին այդ գլխի կոպիները հակուսն էին հագցնում տեսնեին արդյոք այդ ամենը սազում է եւ այլն քանի որ բալետից էի որպես մենապարուհի ընդունվեցի եւ հենց մի անգամից Սուսերով բարի մենապարն էի կատարում ծերունների երազանք, այսպես 10 տարի բարել եմ Պարիպետական համույթում, այնուհետև 10 տարի շարունակել եմ բարեկամություն պարային համույթում, ժողովրդական արտիստ Նորայր Մերաբյանի հետ, այո, եւ այդպես 20 տարի բոլորել եմ իմ կյանքի տարիները օպերային թատրոնի բեմում։ Ով էր ժամանակ ղեկավարը Պարիպետական անսամբլի։ Պարիպետական անսամբլի ղեկավար Վանուշ Խանամիրյանն էր, հա։ Իսկ ինստիտուտի մասին խոսացին կինո եւ թատրոնի եւ ես անպայման գիտեմ որ կուրսում ես ավարտել, ուզում եմ որ դու ինքդ ասես, ամեն։ Ով էր քո ղեկավարը։ Ես ուզում էի ընդունվել պարարվեստի բաժին, բնականաբար, բայց քանի որ ունեի եւ հոգումս ունեմ Թերեզա Գրաչվնայի նման հմուտ կարելի էր ասել ծնող, լավ մասնագետ, ինձ ասաց, որ ես քեզ թույլ չեմ տալիս ընդունվես բարի բաժին, դու լավ ես իմանում բարարվեստ, ես ուզում եմ, որ դու ընդունվես դերասան, այնպես ինչպես ես եմ ընդունվել, Թերեզա Գրաչվնյան ուներ եւ պարուհու, բալետային եւ դերասանուհու կրթություն, այո։ Ասեց դու պետք է ընդունվես Արմեն Մելիքսեթյանի կուրսը, ձեռքիցս վերցրեց, տարավ, պետք է ավարտես մյուզիկլի բաժինը եւ ես ավարտեցի պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բաժինը։ Շատ տաղանդավոր մարդ է, ես անձամբ շատ ծանոթ եմ ու շատ հարգում եմ իրան, լուրջ մարդ է, լուրջ իր գործին նվիրված մարդ է։ Շատ լավ էր տիրապետում։ Ու շատ հայտնի կադրեր ա տվել եւ օպերայում էր բեմադրությունները արել։ Այո, բազմաթիվ բեմադրություններ։ Այնպես որ ես անպայման ուզում եի, որ ես հաղորդման ժամանակ իր անունը հնչեր։ Եվ ուներ մյուզիկլի թատրոնը, որտեղ երաժշտական թատրոնը, որտեղ ես եւ որպես դերասանուհի էի աշխատում եւ բեմադրություններ էի։ Երաժշտական կամերային թատրոն։ Կամերային թատրոնում, այո։ Շատ հրաշալի ներկայացումներ էին, այնտեղ շատ հաճախ գնում էինք։ Այո։ Լավ, Աննա ջան, ես հայրիկիցդ ուզում եմ մի քիչ ավելի շատ խոսած, ոնց որ որպես հայրիկ, որպես ծնող, ոնց էր ինքը, թե որպես պարող, ովքեր եղել են ժամանակին գիտեն, այսօրվա երիտասարդությունը չի իմանա իհարկե, բայց խոսանք թող իմանան։ Դե հայրս շատ նվիրված եւ այսպես նպատակասրած անձնավորություն է։ Այսօր նա 88 տարեկան է եւ շնորհակալ եմ ասում, որ այսօր նաեւ ինքը կարողանում է ինձ խորհուրդներ տալ իր մասնագիտական խորհուրդներով։ Հայրս այո, լավ պարում էր եւ սոլիստ էր, բայց ճակատագրական մի փոքր հատված ունեցավ, ողնաշարի վնասվածք ունեցավ, ձողափայտից ընկել էր։ Շատ ժամանակից շուտ թողեց։ Այո, 33 տարեկան էր եւ բայց խնդիրը նրանում էր, որ ես միշտ պատմում եմ ուսանողներին, ասում եմ, որ չհանձնվեց երբեք, քանի որ սայլակի վրա էր, բայց ձգտում էր անդադար, գնում էր սպորտային դահլիճ, ասում էր ինձ գցեք հատակին, տքնում էր ջանալ, կանգնել ոտքի եւ այդպես ինքը իրեն ոտքի հանեց, քայլեց եւ այդպես շարունակ ինքը ինձ սովորեցնում էր քայլել միշտ առաջ, նայել առաջ, երբեք հետ չնայես եւ ասում էր պետք է չլինես երբեք վերջինը եւ ես մի դեպք հիշեցի, երբ որ առաջին անգամ 87 թվականին Արամ Խաչատրյանի բեմում, համերգասրահի բեմում պարում էի Սուսերով պարը եւ ավարտեցի ձեռքերս վեր, հայրս սենց դահլիճի կենտրոնից ներս մտավ ու ես զգացի, որ ինքը լալիս էր։ Ես կատարեցի նրա, ոնց որ ասած, անավարտ երազանքը։ Այսպես։ Աննա ջան, շնորհակալություն։ Հիմա մեզ մոտ գովազդի ժամն է, արի ես անցնեմ գովազդի, որից հետո շարունակենք մեր այսքան շատ հաճելի զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ է RTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցը, շատ տաղանդավոր մի պարուհու, պարուսույց, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսորի մասին էլ դեռ խոսենք, նաև պրոֆեսոր, ամենաբարձր կոչումը, որ ունի ինքը իմ ընկերոջ էլ կինն է։ Աննա Կարապետյանի հետ գովազդ է RTN-ի եթերում։
Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս տաղանդավոր պարուհի, շատ կարգին մարդ Աննա Կարապետյանի հետ։ Աննա ջան, հայրիկիդ մասին խոսեցինք, ես կուզեմ նաև մայրիկիդ։ Ես մայրիկիդ գիտես, նախ շատ համեստ կին է, շատ ազնիվ, նվիրվող կին է, բան գիտես ամենաշատ ինչ եմ շատ սիրում մայրիկիդ։ Կարաս ասես ինչի։ Հիմա կիմանամ։ Որ անունը Մելանիա է։ Իրոք։ Այո, անունը Մելանիա է։ Այո, մայրիկս նույնպես ավարտել է պարարվեստի ուսումնարանը եւ ինչպես ինքն էր ասում, սկզբում բարել է Թաթուլ Ալթունյանի երգիպարի անսամբլում, մայրս ասում է, որ հայրդ ինձ հարս տարավ պարիպետական անսամբլ եւ այսպես 20 տարի մայրս պարիպետական անսամբլում էր բարում եւ սա էլ մի գենետիկ ուժ էր, որ ընտանիքում անդադար լսում էինք պրպտումները պարարվեստի հանդեպ, բալետային արվեստի հանդեպ եւ երևի անմասն չմնացինք ես եւ եղբայրս, շարունակեցինք ծնողների աշխատանքը։ Դե լավ, մայրդ արվեստագետ, պարուհի, հայրդ արվեստագետ, պարող, ամուսինդ երաժիշտ, ամուսնուդ հայրը երաժիշտ, բոլորը երաժիշտ ու հնարավոր չէր, որ ասենք որևէ մեկի գենը անցած չլիներ ու ես ուզում եմ նաև գիտես ինչի մասին խոսել։ Նախ քո ընտանիքից երկու բառ շատ չի որտեվ արդեն բարձա։ Եվ որ դու նաև ոստիկանությունում ես աշխատել։ Այո, այդպես նաև ստացվեց, ինձ հրավիրեցին ոստիկանության մշակութային բաժին, այնտեղ կար մեծ մշակութային, այսպես ասած, օջախ, որտեղ մարդիկ եւ ստեղծագործում նկարում էին ոստիկանները, գոբելենություն եւ պարողներ եւ երգիչներ եւ ես ղեկավարում էի շուրջ 18 տարի ոստիկանության երգիպարի եւ համույթը, այդ մեծ համույթն էի ղեկավարում։ Քանի որ տարբեր ազգերի մասնագետ եմ, ասացի, որ խարակտերն է առարկան եմ եւ բոլոր ազգերի պարերն էինք ներառում, քանի որ հյուրեր էինք շատ ունենում դրսից։ Այդ իսկ պատճառով շարքային ընդունվեցի եւ փոխգնդապետով թոշակ եմ անցել ոստիկանությունից։ Ես էլ չգիտեմ։ Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, փոխգնդապետ։ Հիմա ուզում եմ հետ գնամ, չեմ հասկանում ոնց եմ առավոտից։ Ջան, գիտես ինչ եմ ուզում ասել։ Ինչի կոմպետենս կոչեցիր խարակտեր։ Հա, այո, շատ հետաքրքիր էր, որտեվ ես դե բալետն ավարտել եմ, դասականը դասաբանդում եմ, դերասանի վարպետություն դասաբանդում էի, բայց մի տեսակ ինձ համար այդ խարակտերնի առարկան, որի մեջ ներառված էր մոլդովական, միտեղ հունական, միտեղ գնչուական, ինձ համար մի տեսակ շատ արտառոց էր եւ քանի որ ուսումնասիրում էի բոլոր ազգերի կենցաղը եւ պատմությունը, այդ առարկայի անունը ինձ շատ էր գերում, որոշեցի, որ ինքս էլ ունեմ իմ խարակտերը, կարծում եմ իմ բնավորությունը, կոչվում եմ ոնց որ բնավորություն, դա իմ բնավորությունն է եւ խումբս անվանեցի խարակտեր։ Անջան, քանի որ մենք ունենք հնարավորություն, կարող ենք մի հատված խարակտերի մասին դիտել։ Այո, կարող ենք։ Շնորհակալ եմ։ Գնացինք։
Շատ հրաշալի էր, շատ հետաքրքիր էր տեսահոլովակը։ Հիմա Աննա ջան, շարունակենք մեր զրույցը։ Բավականին կարճ ժամանակ է, չէ՞, ինչ այստեղ եք։ Ես ընդամենը 4 տարի եմ որ այստեղ եմ։ Ու երկար ու միանգամից քո գործով զբաղվեցիր։ Այո, քանի որ փոքր զավակս աղջիկս Էլենա Հարությունյան, ինքը արդեն 15 տարի է այստեղ, ինքը ավարտել էր Սան Ֆրանցիսկոյի բալետային դպրոցը, այնուհետև եկավ Լոս Անջելես եւ որոշեցինք իմ 20 տարիների ունեցած խարակտեր խումբը հայրենիքի եւս մասնաճյուղ բացանել այստեղ, որպեսզի կարողանան այստեղ Սփյուռքում երեխաները նաև ստանան այդ կրթությունը։ Արդեն երկրորդ միանգամից երկրորդ արդեն ստուդիան ունես, շատ լավ աղջիկն էլ զբաղված էր գործով, ու շատ լավ էլ աշխատում է, ես մի անգամ առիթ ա եղել, տեսել եմ երեխաների ելույթը, աղջկատ ղեկավարած։ Էլենի մասին էլ մի օր մենք հաղորդում կունենանք անպայման, որտեղ թող իմանան, թե ինչ տաղանդավոր ազգ ենք, թե ոնց սերունդ գնում է, ասենք։ Հետո քո թատրոնների հետ կապը կուզենայի դրա մասին խոսեին։ Դե քանի որ ինձ շատ էր գերում իմ երկրորդ մասնագիտությունը, ինչպես ձեզ ձեր դերասանական կրթությունը եւ ես շատ սերտ կապի մեջ էի թատրոնների հետ, բեմադրություններ էի անում, Երվանդ Ղազանչյանի թատրոնում 3 ներկայացում եմ բեմադրել, որը շատ ուրախ եմ, որ մինչև օրս գնում են Կարինե օպերետը, Հակոբ Պարոնյանի անվան, ուշ լինի, նուշ լինի, Երվանդ Տոտյանի զվարճալի պատմությունները, ուրախ եմ, որ այսօր անմասն չեմ նաև հայրենիքից, այսօր ամսի 1-ին հենց հունիսի կգնա երեխաների պաշտպանության օրը Դիանայի ռեժիսորական աշխատանքով, բայց բեմադրությունները ես եմ արել, երազանքների հետևորդները էլի ներկայացումը կգնա եւ ինչ որ այստեղ եմ բեմադրել, կարծես այնպես ստացվեց, որ հայրենիքում է գնում այդ ներկա, ինչ որ այնտեղ եմ բեմադրել, հետո այստեղ փոխադրեցինք այս կարելի ասել կամուրջը սփյուռքային մեր, էլի ինձ համար շատ կարևոր է, որ հայրենիքից անմասն չմնամ։ Այսինքն կապը միշտ կա, կապը միշտ պահում ես։ Այո, կարևորում եմ դա շատ իմ հոգուս համար։ Աննա ջան, տեսնում ես ինչ արագ է թռնում ժամանակը։ Այո։ Երկրորդ մասը նույնպես ավարտվեց մեր հաղորդման, անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը Աննա Կարապետյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Աննա Կարապետյանի հետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր, ոստիկանության փոխգնդապետ եւ վերջապես շատ կարգին մարդ ու հետաքրքիր ազնվորություն։ Աննա ջան, մենք մոռացանք, որ եղբայրդ էլի հրաշալի պարող է ու շատ մեծ համբավների արժանացել, ինքը արտասահմանում Ամերիկայում։ Այո, եղբայրս անմասն չմնաց մեր գենետիկ ուժից, կարծես թե, եղբայրս, այո, պարվեստի ուսումնարանում Հայաստանում սովորելուց հետո Prix de Lausanne միջազգային մրցույթում Շվեյցարիայում շահեց առաջին ոսկե մեդալը եւ ստացավ անվճար կրթություն հենց Ցյուրիխում ավարտելով ակադեմիան Ցյուրիխի նա 9 տարի ապրեց Ցյուրիխի բալետային որպես սոլիստ թատրոնում այնուհետև աուդիշն արեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Սան Ֆրանցիսկո բալետի որպես գլխավոր սոլիստ principal պարող արդեն 10 տարի էլ այստեղ ավարտեց իր պարային կարիերան եւ այսօր Ֆիլադելֆիա քաղաքի 2 ամերիկյան բալետի դպրոցի տնօրեն է։ Սա էլ եղբորս հետաքրքիր պատմություն է եւ նա էլ շատ նմանվել էր ուզում ծնողներիս, հատկապես հայրիկիս, նա էլ էր ուզում այդ գաղափարին գնալ, որ հորս երազանքը չմնա, այսպես է 33 տարեկանում ես մի հատ հոդված էի պատրաստել իր 70 տարեկանում, որ խերշառ Աստվածի վրա, որ 33 տարեկանում կարծես Հիսուսի տարիքում կյանքի հետ մեծ վնասվածքն ունեցավ, բայց ուզում ենք երկուսով շարունակել, որ հայրս երջանիկ ապրեր եւ հուսամ փորձեցինք անել այդ ամենը։ Ահա, ուրեմն ես Ալիկի մասին էլ կուզենք խոսել։ Շատ կարճ իհարկե, խնդրեմ, ժամանակ արդեն սպառվում է։ Իմ կյանքի ամենալավագույն ընկերն է, որը ինձ չխանգարեց ապրել այս ամեն ինչի մեջ։ Ինքը ինձ օգնեց դառնալ արվեստագետ։
Հրաշալի մարդու որովհետև ինքը վաստակավոր արտիստ Վլադիմիր Հարությունյանի որդին է եւ հրաշալի երաժիշտ է, բայց գիտեք, ինձ շատ նեցուկ կանգնեց երեխաներին տանել դպրոց, կրթական process, որտեղ անդադար համերգների մեջ էի, սովորում էի բուհում, սովորում էի, որ դառնայի, ինքը շատ օգնեց ինձ, ինքը իմ սիրելի ամուսինն է, որը ինձ նեցուկ կանգնեց։ Շատ կարգին տղա իմ լավ ընկերը։ Մի պատմություն հիշեցի, մի ժամանակ մի անգամ Դիլիջանում համերգ էինք, հաճախ գնում էինք ստադիոններում, բաներում, մարզադաշտերում ելույթներ էինք ունենում եւ այնտեղ նաեւ Հարությունյան Վալոդյան վաստակավոր արտիստ մարդ չկար այդ օրը ներկայացնող հայտարարող բան վերջը քանի որ կինս հետս էր ինքն թեթև կարողանում էր այդպես խոսել էլի ասոնքի էլա գնացել ժամանակին ասեցին կլինի Մելանիա ջան դու ներկայացնես դու հայտարարես հա եթե միանք ազգանուն անուններն ու կատարել չեն կատարելու կարող են ու բեկացա հայտարարեց Վլադիմիր Հարությունյանին, բայց դե անփորձ էր, բան վաստակավոր արտիստը մոռացավ ասել, չէր ասել։ Հետո երբ համերգ ավարտվեց, ասեց, աղջիկ ջան, մտում շատ բան ունեին այդ ձեռիցս։ Ձեռքիցս առա։ Հիմա դու իրական պատմություններ պատմի։ Վլադիմիրը շատ հետաքրքիր, ուրեմն նոր էի հարս գնացել իրենց տուն, հողամասում ընկերներ շատ էր սիրում, գիտեք, հավաքում էր, տենց երաժիշտներ, պարողներ, այսպես նստած են, բան դե վերջում սիրում էր որ նվագում էին բոլորը ասենք մի գինով էին ու նվագում էին դե ես էլ նոր հարս եմ ինձ ասաց մի հատ էս ղամիշները տար ջուրը դիր բերի դե ես չգիտեմ տարա մի լավ օճառով սկսեցի լվանալ բան ես էլ բան դու մի ասա ամբողջը թրջել եմ ու չեն կարում ու սուրճը դրել եմ ինքս փորձում եմ նվագեմ ձայն հանեմ էլի ասոր դաշնամուր գիտեմ կարող է սա էլ ստացվի ու սուրճը թափում այ կավուսից խփեց այ աղջիկ ջան ասեց հարամեցիր դուդուկս կոֆեիդ նայած ինձ էլ ասում էր այ պալիսեցկայա հումորները շատ մեծ էին իրանից շատ հրաշք մարդ է ես Ջանիկ մարդկանցից եմ առիթ եմ ունեցել իր այդ բազմիցս շփվելու էլ ինչ պատմես մեզ Աննա ջան Ես կուզեմ անպայման հիշում եմ, որովհետև դա երկար տարիներ շփվեցի նաև Անուշ Խանամիրյանի հետ, որտեղ 3 տարեկանից եմ հիշում ծնողներիս հետ բարի անսամբլում էի եւ այլն։ Մի հետաքրքիր եւ հումոր ուներ ինքը եւ մեծացել էր շատ հմուտ էր դարձել էլի վարպետը։ Ուրեմն որ մտնում եմ արվեստի ուսումնարան, միշտ առաջի հարկում ինքը նստած էր բարևում էինք, նոր բարձրանում էինք վերև անպայման, մտա ներս այսպես զայրացած ինչ որ մեկի վրա, վայ ես դրա հետն եմ անիծել, ինքը ասեն զայրացած խոսում, բան, տեսա որ շատ պատասխանում, ասում Խանամիրյան ջան, մի զայրացեք, դա ձեզ լավ չի, ասում եմ, Աստված իր հետ սենց արեց, վայ քու ինչն եմ ասել, ասում, ուր ես այդ գյոզալ ասուն ուղարկում այդ խուժանի հետևից, ասում, սրանից հետո արկելում եմ ասես, կասես Աստված մեզ հետ, հետո եկել եմ ու մտածում եմ, ասում եմ, բայց ինչ հմուտ բան էր, չէ, մեկի վրա բարկանում ես, վատ մարդա, ասում ես Աստված իր հետ, ասեց էլ չուղարկես այդ գյոզալ ասուն, ասում թող մեզ մոտ էլի, միշտ տպավորվել ա մեջս։ Անեկդոտ էլ չէ ունես պատմելու։ Անեկդոտները, բայց մի բան ասեմ, ժամանակին մտածում եմ շատ ավելի խանդավառ էինք ապրում այն ժամանակ, անեկդոտները շատ սպասում ենք, թե դուք երբ պետք է մի անեկդոտ պատմեք, մեկը մեկին պատմեր, հիմա կարծես մտահոգ է մեր ազգը դարձել, անեկդոտների պակաս ունենք, պետք է նորից հետ վերադառնանք, կարծում եմ քիչ զբաղվենք քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ, զբաղվենք էլի մեր ուրախ ու վառ կյանքով, որը ժամանակին ունեցել ենք, ես կարծում եմ Ինչ ես այս պահին հիշում եմ քյավառցիների մասին, որոնք շատ այսպես արժանապատիվ մարդիկ են, բայց քանի որ քավորս քյավառցի էր, փոքր տարիքից հիշում եմ, սովորեցնում էր Արկալոշիստայը, Պախակեզի հիշատակ, Վավգինա Յախսո ջան, ամեն անգամ ինձ դες բաներ էր սովորեցնում, այս անեկդոտներն էլ մի մարդ ասում է տղային տղա ջան, քիչ խմա, ասում է, դա լավ չի առողջության համար, գնում են ինչ-որ հուղարկավորության միտեղ, ասում է նայա բալաջան, ասում է քարի վրա գրուկ ա խմուկ, մերուկ, մեկ էլ տղան մի քար ա գտնում, ասում է այ խեր նայա, ստեղ էլ գրած ա, այնքան չխմուկ, կսկծու մերուկ։ Այս էլ իրենց պատմություններից, էլ ինչ կարող եմ պատմել հետաքրքիր որպես։ Մի հատ էլ պատմի։ Մի հատ էլ որ ասում առաջին անգամ կամ որ ոստիկանությունում աշխատել եմ,
Ասում առաջին անգամ ոստիկանը պետք է գնա դրսում կարգ ու կանոն պահպանի, ինչ որ տուգանքներ անի, որպեսզի աշխատանքը երևի, բայց խեղճ մարդը կանգնում առավոտից գիշեր, բոլորը կանոնավոր քշում են, ասում է դե լավ, գոնե մեկին տուգանը ես ինչ գնամ ասեմ, ինչ եմ աշխատել, ուշ գիշերով տեսնում է Տեր հայրը հեծանիվի վրա հավեսով նստած դանդաղ գալիս է, ասում է Տեր հայր, այսօր ես գնում մենակ, ասում է որտնյակս ես մենակ չեմ, ասում է ինձ հետ է Գրիգոր Լուսավորիչը, Եղյան եւ այլն սրբերի անուններ, ասում է հոп Տեր հայր, սենց չի կարելի, մի հեծանիվի վրա 4 հոգով երթևեկում եք, դուք տուգանված եք։ Անջան, շնորհակալություն այս համով զրույցի համար, շնորհակալություն, որ դու եկար, ներկա էիր ու շատ լավ անցավ, ես տենց էլ գիտեի, որ մեր զրույցը լավ է ընթանալ։ Ուրեմն մենք ունենք մի գործընկեր, Kenneth Village, ծաղկի սրահ կա, Kenneth փողոցի վրա, հրաշալի ծաղկի խանութ, մեր գործընկերն է։ Եվ իրենց կողմից եւ իմ կողմից ես ուզում եմ հանձնել քեզ մի համեստ ծաղկեփունջ։ Այդ խանութը հրաշալի խանութ է, որ մտնում ես ոնց որ ցուցահանդես, թանգարան մտնում։ Մի կողմից թարմ շոկոլադներ, Եվրոպայից բանից եկած, մի կողմից իր նկարները, գեղեցիկ կատարումներով եւ գեղեցիկ ծաղկեփնջերը։ Սիրով նվիրեմ քեզ։ Շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ եմ։ Շատ գեղեցիկ է։ Ընդ ջան, շնորհակալություն, որ եկար, ընկերոջս կբարևեք։ Միշտ սիրել եմ բեմում ստանալ, սա էլ բեմ է, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Սիրելի բարեկամներ, ահա եւ ավարտվեց եւս մեկ հաղորդում, հրաշալի հաղորդում։ Իմ հյուրն էր շատ տաղանդավոր մի մարդ, պարուսույց, վաստակավոր արտիստուհի Աննա Կարապետյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ասում եք, գործերը երբ լավ են, բոլորը խմում են քո կենացը։ Երբ որ նեղն ես ընկնում, ինքդ ես խմում մենակ քո կենացը։ Միշտ օր հանդիպում բարեկամներ, բարի գիշեր։ Ալո։ Աննա, որտեղ ես։ Անմար կրակի մոտ։ Անմար կրակի մոտ։ Հա։ Հուշարձանի։ Չէ, գազի պլիտի մոտ քեզ համար ճաշ եմ սարքում։